Օրերս վիճակագրական կոմիտեն հրապարակել է զեկույց, որտեղ ամփոփված է մեր երկրի աղքատության պատկերը 2024-ին։ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրներից մեկը։ Չնայած վերջին տարիներին արձանագրված որոշակի տնտեսական աճին, բնակչության մի զգալի հատված դեռևս բախվում է ցածր եկամուտների, զբաղվածության սահմանափակ հնարավորությունների եւ սոցիալական անապահովության հետ։ Մեր երկրում աղքատ է համարվում այն մարդը, որի ամսական սպառումը չի գերազանցում 53,420 դրամը, իսկ ծայրահեղ աղքատը 29,196 դրամը չգերազանցող սպառողական զամբյուղով քաղաքացին է։ Հայաստանի միջին աղքատությունը կազմում է 21,7%, 2024 թվականի պաշտոնական տվյալների համաձայն։ Սա վերջին հաշվարկներն է, որը իրականացվել է պաշտոնապես, եւ պետք է արձանագրենք նաեւ, որ Հայաստանում ամեն 4-րդը հանդիսանում է աղքատ, իսկ ծայրահեղ աղքատ մեր բնակչության զամբողջ 6%-ն է կազմում։ Աղքատությունն առավել ընդգծված է մարզերում, որտեղ աշխատանքի շուկան ավելի փոքր է, սոցիալական ծառայությունների հասանելիությունը սահմանափակ։ Հատկապես խոցելի խմբերի շարքում են բազմազավակ ընտանիքները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք եւ անաշխատունակ քաղաքացիները։ Հայաստանում աղքատության չափման համար էական նշանակություն ունեն աշխատանք եւ տարածաշրջան գործոնները։ 2024-ի վիճակագրության տվյալներով ամենաաղքատ մարզը Շիրակն է, որտեղ աղքատ է բնակչության 43%-ը։ Դրան 39,9%-ով հաջորդում է Տավուշը։ Այս տարածաշրջանները մարդաշատ են, այսպես, հատկապես Շիրակի մարզի ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, բայց այստեղ չկան աշխատատեղեր։ Այսինքն սա բերում է նաև իր աղքատության հերթական սրման։ Մենք չունենք արտադրություն եւ մարդկանց մեծ մասը գյուղատնտեսական աշխատանքներում են զբաղված, իսկ գյուղ ոլորտը ըստ էության բարձր եկամտաբեր ոլորտ չէ։ Հետաքրքիր նաև փաստ նշեմ, որ եթե մարզային կտրվածքով նայում ենք, ամենաբարեկեցիկ մարզերը այն մարզերն են, որտեղ կա կամ գործում է հանքարդյունաբերություն կամ մոտ են Երևանին։ Հայաստանի ամենաբարեկեցիկ մարզը Սյունիքի մարզն է, որը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում։ Այստեղ օրինակ պաշտոնական վիճակագրության 6,2% է աղքատություն, այն դեպքում, երբ որ ամբողջ հանրապետությունում 21,7 է, այսինքն մոտ 3,5 անգամ ցուցանիշը ավելի ցածր է, որը անշուշտ խոսում է, որ կենսամակարդակը լավ է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ մարզային կտրվածքով եթե դիտարկում ենք, գյուղատնտեսական մարզերը աղքատության լուրջ խնդիրներ ունեն։ Եվ այն մարզերում, որտեղ չկա արդյունաբերություն, հանքարդյունաբերություն կամ այլ արտադրություններ, այդ մարզերը բավականին լուրջ սոցիալական խնդիրներ ունեն եւ աղքատության մակարդակը բարձր է։ Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված է շուրջ 10,000 քաղաքացի, ինչը կազմում է բնակչության մոտ 9%-ը, բայց հանքարդյունաբերությունը նաեւ աշխատատեղեր է ստեղծում այլ ոլորտներում։ Այդպիսով անուղղակիորեն ազդելով մարզի բարեկեցության մակարդակի վրա։ Դրան գումարած նաև հանքարդյունաբերության ոլորտում փող աշխատած մարդիկ իրենց գումարները ծախսում են մարզում, այսինքն չգիտեմ, օրինակ ձեռք են բերում սնունդ, խանութ, հագուստ, առևտ, այսինքն պահանջարկ են ստեղծում մարզում, իրանք ակտիվություն են ստեղծում մարզում, երբ որ գումար են ունում, այսինքն գումար ունեցող աշխատավարձ ստացող այդ փողը ծախսում է, եւ դա անշուշտ գեներացնում է տնտեսական աճ, նաև աղքատության որոշակի խնդիրներ է լուծում այդ տնտեսական աճի հաշվին։ Հանքարդյունաբերությունից բացի Սյունիքում աշխատատեղերի ապահովման հարցում մեծ դեր ունեն նաև պաշտպանության, շինարարության, սպասարկման ոլորտները եւ տրանսպորտի համակարգը, որոնք միմյանց հետ փոխկապակցված են։ Մարզի բարեկեցությունն ուղիղ համեմատական է նաև բնակչության կրթական մակարդակի հետ։ Սյունիքի մարզում միջին եւ բարձրագույն կրթություն ստացողների մակարդակը բավականին բարձր է, ի տարբերություն օրինակ մյուս մարզերի, սա էլ հետաքրքիր այսպես տրամաբանական էֆեկտ է, երբ որ կա արդյունաբերական կազմակերպություն, ինքը պահանջ է ստեղծում միջին եւ բարձրագույն կրթության համար։ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակի նվազեցման ուղղված պետական քաղաքականությունը հիմնված է սոցիալական նպաստների եւ զբաղվածության խթանման համադրության վրա։ Այն ներառում է ընտանեկան եւ սոցիալական նպաստների համակարգ, խոցելի խմբերին տրամադրվող նպատակային դրամական աջակցություն, ինչպես նաեւ զբաղվածության ծրագրեր։ Վերջին տարիներին ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգ, որը նպաստ ստանալը կապում է աշխատանքի որոնման եւ վերապատրաստման հնարավորությունների հետ, նպատակ ունենալով ոչ միայն մեղմել աղքատության հետևանքները, այլ նաև հաղթահարել դրա պատճառները։